բանեմ ուզում հարցնել, երեք Ամրանի Քոչարյանը ֆակտոր TV երկրում հարցերից եւ ստեյցիան ինչ-որ սլակներ էր ուղղում ձեր ուղղությամբ, որ 44 օրյայի զեկույցը լիագումարիստի օրակարգ դեռ չի հայտնվել, ձեր ակնարկ է իհարկե ուղիղ չէ, բայց որ ձեր ձեռքում է, ձեր դաշտում է կարծես թե գնդակը եւ դուք ուշացնում եք, ինչն է խնդիրը, ինչու չի ներառվել։ Սխալ է իր մեկնաբանությունը, օրենքը հստակ մեկնաբանություն է տալիս, թե ինչպես պետք է արվի, այն դեպքերում, երբ որ կանոնակարգ օրենքը երկակի մեկնաբանության տեղիք է տալիս, ինչը այս պարագայում չկա, դուք կարող եք բացել եւ կարդալ, կլսեք, կարող եք բացել եւ կարդալ այն պարագայում, երբ որ կանոնակարգ օրենքը մեկնաբանության խնդիր է ունենում, այդ մեկնաբանությունը կարող է տալ օրինակ պետաիրավական հարցերի համապատասխան հանձնաժողովը եւ ես պարոն Քոչարյանին ասել եմ, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի եւ իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն։ Այն մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սա ոչ թե հրապարակելու չհրապարակելու մասին, այլ հրապարակելու ձևի մասին է։ Այնուամենայնիվ զեկույցը հրապարակվելու է, չի կարա չհրապարակվի։ Այլ հարցը, թե դա կարվի ինչ ֆորմատով, որովհետև եթե նույնիսկ դա մտներ լիագումար նիստ, եթե մտներ, որ կրկնում եմ, չէր կարող եւ չի կարող բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում, չի կարող մտնել, միևնույն է դա լինել էր փակ ֆորմատով եւ ես չեմ բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, որ կարող են ընդդիմադիր падգամավորներ, մեր падգամավորներ օրինակ գնալ գաղտնի բաժին ծանոթանալ, ես չեմ բացառում, որովհետեւ ինքներդ հասկացեք, հնարավոր չի զեկույց, որտեղ պայմանական կան մեր զորամասերի, մեր զինված ուժերի մասին տեղեկություններ լինեն ուղիղ եթերում, ուստի sense tenens կրկնում եմ, sense tenens դա հրապարակվել է, դա չի կարող չհրապարակվել։ Հրապարակային կներկայացվի։ Դա այո, հիմա քննարկում ենք իրավական ձևակերպում տալ։ Իսկ պարոն Քոչարյանի ասածը, Քոչարյանը այդպիսի ակնարկ անում, այսինքն ըստ չեմ կարող ասել։ Էլի չհրապարակվի, ասաց, որ մենք կհանդիպենք այս տաղավարում եւ կշարունակենք հուսակցությունը Գիտեք ինչ, վերցրեք կանոնակարգ օրենքը, վերցրեք, դուք բոլորը տառաճանաչեք, վերցրեք, գրաված է, հանձնաժողով ստեղծելու մասը, շատ հեշտ է գտնել, եւ կարդացեք, բարձր կարդացեք, թող այդքան հետաքննող լրագրողներ կան, չէ՞, կա, չգիտեմ, հետ կա Civilnet-ը, կա տարբեր դուք էլ նայեք։ Ազգային ժողովի նախագահային հանձնելուց հետո նախ իրավական առումով ինքը նույնիսկ չի հանձնել։ Իրավական առումով չի հանձնել։ Բան կա, խնդիր կա, այնտեղ իրան հարցրեք, թող ինքը բացատրի։ Այսինքն իր կողմից է խնդիր կա, լսեք, իր կողմից խնդիր չկա, սա մեկնաբանության խնդիր է։ Կրկնում եմ, այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, ինչ պետք է անեմ ես, դուք, որևիցե մեկ այլ քաղաքացի, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն արդյոք այս նախադասությունը պետք է սենց մեկնաբանել, թե սենց չպետք է մեկնաբանել, այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ պատասխան ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ազգային ժողովի իրավաբանական վարչությունից եւ ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը եւ ես ունեմ նաեւ պարոն Սողոմոնյանի մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են։ Հիմա ինչի հետ կապված իդենտիկ կոնկրետ, որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Ես չեմ անելու որևիցե բան։ Կարգավորվում է, տեսեք, ասում եմ, բացեք, կարդացեք, գրած է ժամկետները կոնկրետ ֆիքսած է, գրած է այն ժամկետներն է, որտեղ որ այդ հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է եւ ավարտում է։ Հասկանում եք։ 3 անգամ կարող է երկարացվել, հետո հանձնվում 4-5-6 հարցը դա չի։ Ասում եմ, գրած է հայերեն լեզվով, հայերեն գրագիտ։ Գիտի, մեկնաբանության խնդիրը, ինքը այլ կերպ է փորձում եղել։ Ես Արարատ Միրզոյանի այն ժամանակվա բանին ծանոթ չեմ եւ ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ։ Կրկնում եմ, գոյություն ունի կանոնակարգ օրենք,
որի մեկնաբանության հարցը այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, իրականացնում է պետաիրավական հանձնաժողովը։ Նորից եմ կրկնում, նաև ունեմ ազգային ժողովի իրավաբանական վարչության տեղեկանքը, նաև ունեմ մեր քարտուղարության պարոն Սողոմոնյանի մեկնաբանությունը եւ այդ երեքի մեկնաբանությունը իդենտիկ են եւ պարոն Քոչարյանը կարող է ամեն ձև մեկնաբանել իր ցանկությունով, իր պատկերացումով, դա իր իրավունքն է, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջնորդվելու։ Ռոզան ջան, դուք բարձ թողեցիք, ես դրա մասին արդեն խոսել էի, սա միանշանակ դա ներկայացվելու է։ Այն դեպքում նույնիսկ երբ որ դա ներկայացվեր, եթե նույնիսկ ներկայացվեր լիագումար նիստերի ընթացքում դա փակ տրամաբանության մեջ է լինելու, որովհետև հայլակ, եթե դուք ինձ հարց եք տալիս, ուրիշ կարծիք ունեք, ես ուրիշ կարծիք ունեմ, իմ ու ձեր մեջ լարվածություն կա, կարծում եմ, որ ոչ չկա լարվածություն։ Սա իրավաբանական ձևակերպման երկու տարբեր մեկնաբանություններն են։ Հիմա ես հիմք ընդունելով նաև այդ բոլոր 3 մարմինների տեղեկանքը, որոնք կրկնում եմ իդենտիկ են, ես իմ որոշում նախ եւ առաջ ասում եմ, հələ իրավական առումով պարոն Քոչարյանը իրավական առումով, այն որ ասում էր մի ամիս անցնում, ամսի 3-ին եմ ուղարկել, չի ուղարկել։ Գնացեք իրան ասեք, որ համարն այդ գործի որ ուղարկել է։ Ինքը գիտի ձևը, ինքը գիտի ձևը։ Ոչ միայն սա զեկույցը ներկայացնելու այսպես իրավական եւ հանգամանքներ ուսումնասիրելու համար է, այլ նաեւ սա քաղաքական որոշակի բանկ է ամեն ինչի մեջ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չի ընդհանրապես չի քնվում, չի ներկայացնում։ Ոչինչ որ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկությամբ է, որ ընդհանրապես դա իրականություն է դառնում։ Ոչինչ որ ոչինչ հիմա տեղեկանում է, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագայում, եւ դա մենք արել ենք նաև այդ մեղադրանքները ջրի երես հանելու եմ, եւ դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը, դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր падգամավորները որպես գաղտնի մաստ իրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, sense թե նենց, դա հրապարակվելու է։ Հիմա խնդիրը վեճը խոսակցությունը գնում է ես ասում իրավական հիմք ես այս պահին չեմ տեսնում եւ դրա համար ունեմ ոչ միայն իմ կարծիքը, իմ գիտելիքները, իմ որոշումը, այլ համապատասխան 3 հիմնարկի, չգիտեմ, մնում է, չգիտեմ, Հռոմի պապից մի հատ էլ թուղթ վերցնեմ, որ գրի, որ այո, դա հարգելիները, որ ժամկետները, որոնք որ նախատեսված են կանոնակարգ օրենքով, հարգելիներս, գնացեք, այսքան բանա, բացեք, կարդացեք, գրված է, որ ժամկետները ավարտվել են, գիտեք ինչ, 2.5 տարուց ավել է անցել, այդ ժամկետը, այդ հանձնաժողովը չի տրվում մի բանի, հարցը խախտելը չէ, հարցը այն է, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրանից վերցրել եւ պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։ Մեղադրանքի համար խախտվել է այդ կողմից ինչ-որ ժամկետ։ Դե ժամկետ, ասում եմ, Շողիկ ջան, կլինի բացեք հայերեն լեզվով 3 նախադասություն խախտվել է։ Դե բայց ինչի՞ չեք ուզում որ խախտվել է։ Այսինքն այս որովհետեւ ինքը այս ընթացքում մտածում է, որ ինքը ոչ մի խախտում չի արել։ Ինքը սխալ է մեկնաբանում կանոնակարգ օրենքը, ես իրեն հարգելով կանոնակարգ օրենքի այդ մեկնաբանության հետ կապված հարցում եմ արել եւ արդեն պատմեցի ձեզ, որ 3 իդենտիկ պատասխան եմ ստացել։ Ինչա՞, չի գնալու, ավելի երեխեք, բայց չի կարելի րոպե մեկ գալ ու նույն հարցը տալ, ոչ, չի գնալու արխիվ։ Չի գնալու արխիվ։ Որոշվելու է անել մաքսիմալը, որը որ հնարավոր է հանրային դարձնելու համար։ Կրկնում եմ, մասեր կան, չի կարելի հրապարակել, օրինակ չի կարելի այնց անել,